Շնորհակալություն, ազգային ժողովի մեծարգո փոխնախագահ, հարգելի պատգամավորներ, ձեր ուշադրությանն է ներկայացվում մի նախագծերի փաթեթ, որով էական փոփոխություններ են իրականացվում մեր գնումների համակարգում։ Հիշեցնեմ, որ գնումների համակարգը միշտ մի ծայրահեղությունից մի ծայրահեղություն է գնում, այսինքն մենք կամ կանոնակարգերը չափից դուրս խիստ են եւ մենք փորձում ենք դրանով ապահովել հարկատուների վճարած հարկերի արդյունավետ ծախսը կամ իրանք չափից դուրս ճկուն են, որ ավելի փորձ է արվում, որպեսզի մենք ապահովենք հարկատուների, ասենք, հարկերի արդյունավետ օգտագործումը, սակայն այս քայլով մենք փորձում ենք բալանս գտնել։ Ներկայիս դրությամբ բազմաթիվ քննարկումների ժամանակ վերջին 4 տարիների ընթացքում գնումների համակարգը փոխարենը փորձենք շրջանցենք, մենք փորձում ենք կիրառեինք առկա կարգավորումները եւ դա ցույց տվեց, թե իրականում որտեղ են խնդիրները։ Ինչ փոփոխություններ են մասնավորապես առաջարկվում։ Ես կթվարկեմ նրանք, որոնք կարևոր են եւ կանխավ ներողություն եմ խնդրում այն գործընկերներից, որոնց հետադարձ կապի որոշակի կետեր ստիպված չեմ նշի ժամանակի սղության պատճառով։ Մասնավորապես առանցքային փոփոխությունը դա անցումն է ոչ թե նրան, որ օրենքում պետք է նշվեն հստակ ընթացակարգերը, այլ մենք սկզբունքներ ենք նշում եւ թույլ ենք տալիս, որպեսզի տարբեր ընթացակարգեր տարբեր դեպքերում կիրառվեն։ Մասնավորապես մենք ներարկում ենք երկու հասկացություն, դա пассив եւ ակտիվ մասնակցությամբ ընթացակարգերի կիրառությունն է։ Ակտիվ մասնակցությամբ ընթացակարգերը դա կառավարությունն է ընտրելու, թե ինչ ձևաչափերով են անցկացվում, դա աուկցիոնները, երկփուլ, եռափուլ եւ այլ ձևերով իրականացվող բազմարձակցային ընթացակարգերն են։ Պասիվ մասնակցությամբ ընթացակարգերը 3 տեսակի են լինելու, ամենակարևորը երևի թերևս դա թվային խանութի կիրառումն է, այսպես կոչեցյալ dynamic purchasing սիստեման, որը թույլ է տալուս փոքր գնումները արագ իրականացնել եւ առանց լրացուցիչ բյուրոկրատական քաշքշուկների։ Երկրորդ կարևորությամբ դա հեղինակավոր միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ցանկերի սահմանումն է կառավարության կողմից։ Սա ինչի է ներարկվել, որտեղ շատ հաճախ մենք երբ որ խոսում ենք, ցավոք սրտի մեր տնտեսությունը դեռևս այն մակարդակի չի, որ մենք աշխարհին կարողանանք կանոններ թելադրել։ Եվ երբ որ մենք փորձում ենք միջազգային հեղինակավոր կազմակերպություններ, օրինակ Amazon-ը, Oracle-ը կամ մնացածին փորձ անել բերել Հայաստան, այն ժամանակը, որը մենք ծախսում ենք, որպեսզի իրանք գան մեր մրցույթների, չափից դուրս անհամաչափ է մեր ծավալների նկատմամբ։ Երբ որ մենք ուղղակի ենք իրանց դիմում մի քանի կազմակերպության միանգամից, մրցակցություն ստեղծվում է։ Այսինքն սա թույլ է տալուս ուղղակի մի քանի կազմակերպությամբ միանգամից բերել նույն մրցակցային ընթացակարգի մեջ եւ արդյունավետ մրցակցային process իրականացնել։ Երկրորդ կարևոր փոփոխությունը դա բաց շրջանակային համաձայնագրերի ներարկումն է մեր օրենսդրություն։ Վերջին 8 տարվա ընթացքում մենք դրանք չենք ունեցել, հիմնականում ԵԱՏՄ-ի սահմանափակումների պատճառով, բայց այժմ մենք իրանց ներարկում ենք, քանի որ մեր որոշ ԵԱՏՄ գործընկերներ չկոչելով իրանց ընթացակարգերը շրջանակային համաձայնագիր, հենց այդ ընթացակարգերը կիրառում են։ Ինչն է տարբերությունը, ինչն է առավելությունը շրջանակային համաձայնագրերի, դա այն է, որ բարդ որակավորման պահանջ պարունակող ընթացակարգերում ամեն անգամ նորից բոլորին որակավորելը արդյունքում ստացվում է, որ մենք կես տարի որակավորում ենք, հետո մրցակցային ընթացակարգ ենք իրականացնում, բյուջետային տարին փակվում է եւ ամեն անգամ այդ խնդիրը առաջանում է։ Շրջանակային համաձայնագիրը թույլ է տալիս, որպեսզի մենք մեկ անգամ ձևավորենք այդ, ասենք, rolling ցանկը, այսինքն ցանկը, որը անընդհատ կարող է թարմանալ եւ նոր կազմակերպություններ կարող են այդ ցանկում ներառվել եւ սահմանել բավականին խիստ որակավորման պահանջներ, երաշխավորելով միջոցների ծախսման արդյունավետությունը։ Մի շարք փոփոխություններ են իրականացվում մեկ անձի պայմաններում, մասնավորապես մենք գնում ենք ճկունությամբ հակակշռված պատասխանատվության մեթոդի, երբ որ մենք ասում ենք, որ պատվիրատուն է որոշում մեկ անձի համապատասխանությունը, որոշ դեպքերում, երբ որ գնման ծավալը մեծ է, թույլ ենք տալիս, որպեսզի կառավարությունը այդ որոշումները եւս կայացնի, որտեղ իրականում դեպքեր լինում են, երբ որ ծավալը այնպիսի մեծ է տվյալ պայմանագրի, որ մենակով պատվիրատուն չի կարողանում որոշում կայացնել, հստակեցնում ենք մեկ անձի դեպքերը, տալիս ենք ազգային ժողովին լրացուցիչ լիազորություն, երբ որ բյուջեն հաստատելուց մարմինները պետք է ազգային ժողովին հայտարարեն, թե ինչքան է լինելու իրանց մեկ անձի սահմանաչափը եւ եթե այդ սահմանաչափը խախտվի, պետք է զեկույց ներկայացնեն, թե ինչի է խախտվել։ Չափազանց կարևոր փոփոխություն ենք իրականացնում ներարկելով արհեստական բանականությունը որպես ոչ միայն աջակցող գործիք, այլ նաև գործիք, որը կարող է որոշ գործառույթներ իրականացնել հենց գնումների օրենսդրության տեսանկյունից, օրինակ ապագայում հնարավոր է մենք գնումների մասնագետ ունենանք, որը արհեստական բանականություն է, եւ սա կբերի նրան, որ նույնիսկ եթե սխալ է տեղի ունենում, անընդհատ հարց է առաջանում, սա ազնիվ սխալ էր, թե կոռուպցիոն ռիսկ։ Ավտոմատ համակարգերը թույլ են տալիս շարունակական իրենց լավարկել եւ վստահ լինել, որ երբ որ ինչ-որ մի բան սխալ է գնում, դա ամենայն
հավանականությամբ ազնիվ սխալ է կամ գոնե աուդիտ իրականացնել եւ այդ սխալը բացահայտել։ Ներարկում ենք նույնպես շատ կարեւոր մի հատ կետ, որը միջազգային մրցույթների տեսանկյունից է կարեւոր, թույլ ենք տալիս, որ երբ որ պատվիրատուն նման թույլտվություն տալիս է, անգլերենը լինի առանցքային լեզու։ Այսինքն հայերենը նույնպես կա, բայց եթե անհամապատասխանություն կա անգլերենի եւ հայերենի մեջ, կիրառվում է անգլերեն լեզուն որպես առանցքային։ Այս բոլոր փոփոխությունները միտված են հետեւյալ բանի։ Մենք բերում ենք լրացուցիչ ճկունություն եւ նպատակը այն է, որ այդ ճկունությունը պատվիրատուները օգտագործեն իշա Հայաստանի Հանրապետության։ Մենք նաեւ կիրառելու ենք նոր թվային համակարգ եւ գործող Միտքը ավարտել։ Հա, գործող թափանցիկության եւ գործող ժողովրդավարության պայմաններում կարծում ենք, որ այս լրացուցիչ թափանցիկությունը ոչ թե ավելի շատ ռիսկեր է առաջացնելու, այլ բերելու է ավելի մեծ արդյունավետության։ Շնորհակալություն։